2021 թվականի հունիսի 25-ին Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի անշարժ դույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնից խնդրու առաջվա անշարժ դույքերի վերաբերյալ կադաստրային գործերը արգելելու մասին արձանագրությունն է։ Այս արձանագրությունը տեղակայված է քրեական գործի առաջին հատորում բարույթային թիվ 134-ից 137։ Իհարկե, բոլորիս համար պարզ է եւ հստակ գործում սույն կադաստրային գործերը ենթակային արգելման, որպեսզի պարզվեին խնդրու առաջվա դույքերի եւ առաջացման աղբյուրը եւ դրա հետ կապված դրա ճակատագիրը ու դրա հետ կապված բոլոր կադաստրային գրառումները։ Փաստ է, որ առանց այս արձանագրության կամ այս կադաստրային գործերի զինության արձանագրության որևէ կողմին բաց չէր լինի ինչի մասին ցուցակի 57-րդ կետը։ Եվ սրանք զննության արդյունքում մեր քննարկման ձեռք են բերվել այնպիսի հաստատական խնդիրներ, որոնք կարևոր են վերդիկտ կայացնելու համար։ Եթե ավելի մանրամասը պարզաբանելու կամ հստակեցնելու անհրաժեշտ չկա, նույն դրամաբանությամբ շարունակեմ ներկայացնել մյուս ապացույցները։ Ենթադրում եմ չկա։ Հաջորդ ապացույցը 2022 թվականի սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի անշարժ դույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնից խնդրու առաջվա անշարժ դույքերի վերաբերելի կադաստրային գործերը արգելելու մասին արձանագրությունն է։ Առաջի հայացքից կարող է տպավորություն առաջանալ, թե կրկնվում եմ, բայց իհարկե ոչ։ Սույն արձանագրությունը վերաբերվում է թվով 4 կադաստրային գործերը զննելուն, իսկ նախորդով զննել էին խնդրու առաջվա մյուս կադաստրային գործերը։ Նշեմ, որ սույն ապացույցը տեղակայված է քրեական հատորի 4-րդ հատորում բարույթային թիվ 72-75։ Նախորդին ներկայացված հիմնավորումներն ու պարզաբանումները նույնական են այս ապացույցի հետ եւ իրոք այս կադաստրային գործերի զինության արձանագրությամբ կամ զինության արդյունքում պարզվել են, թե երբ են այս հողերը, այսպես ասած, դարձել պաշտպանության նախարարության սեփականությունը, դրանց հետ կապված ինչ գործառույթներ են իրականացվել, ովքեր են այդ գործառույթներին մասնակցել եւ ովքեր են ում անուններով են ժամանակի ընթացքում դույքերը որպես սեփականություն հաշվառվել Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի անշարժ դույքի գրանցման ստորաբաժանումները։ Հաջորդ ապացույցը ցուցակով է ասել 58-րդ պայմանավորվեցին 50, հաջորդը 59-րդ ըստ ցուցակի։ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության արտարության նախարարության կենտրոն լոկալական տարածքից խնդրու առաջկա անշարժ դույքերի եւ դրանց վրա առկա շինությունների օտարման վերաբերյալ կնքված անշարժ դույքի առողջակի պայմանագրերի վավերացման մասին նոտարական գործերը արգելելու մասին արձանագրությունն է։ Իհարկե նշված են նաեւ նոտարական գործերի կոնկրետ համարներ, որոնք այս պահին կարծում հրապարակելու առավելություն չկա, եւ դրամաբանությունը նույնն է, որ սույն քրեական գործերը այո պետք է արգելվեին, որպեսզի բոլորիս պարզ լիներ, թե ինչ գործարքներ են իրականացվել այդ անշարժ դույքերի հետ, ովքեր են հանդիսացել վաճառող կողմ, ովքեր են հանդիսացել գնողներ եւ ովքեր են հակասարակ առողջություն ունեցել այդ գործարքների հետ։ Հաջորդ գրավոր ապացույցը ցուցակով 60-րդ հաստատականությամբ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին եւ հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից իթիվս այլ անձանց մեկ այլ քրեական վարույթում մեղադրել Վաչական Ղազարյանի, վկաներ Ռուզանա Բեգլարյանի, Մեհեր Ղազարյանի, Գորյուն Եղազարյանի, Եղացիկ Եղազարյանի, Ալա Ստեփանյանի, Արմեն Մկրտումյանի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները իր վրա կրող լազերային սկավառակներն արգելվելու մասին արձանագրությունն է։ Պարզնելու համար նշեմ, որ սույն ապացույցը տեղակայված է քրեական գործի 5-րդ հատորում բարույթային թիվ 92-ից 95։ Պարզնելու համար տեղեկացնեմ եւ բացահայտեմ, որ նշածս այն անձինք են, ում անուններով կատարվել են խնդրու առարկա դույքերի հետ կապված որոշակի
նոտարական ձևակերպումներ դրանց միջև կազմվել են առողջաճի ինչու՞ չէ նաև նվիրատվության պայմանագրեր, կատարվել են որոշակի գումարային փոխանցումներ եւ բոլորիս համար հստակ է, որ այդ հանգամանքները ի հայտ բերելու համար մենք պետք է ստուգեինք ուրեմն նրանց բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները եւ այս հանգամանքով է պայմանավորված այդ տեղեկությունները պարունակող լազերային սկավառակը արգելավելը հաջորդիվ 61-րդ կետ ըստ ցուցակի 2022 թվականի սեպտեմբերի 23-ին եւ հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկից ի թիվս այլ անձանց մեկ այլ քրեական գործով Վաճական Ղազարյանի, Բկաներ Ռուսալնա Բեգլարյանի, Գեղեցիկ Եղազարյանի, Ալլա Ստեփանյանի եւ Արմեն Մկրտումյանի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները իր վրա կրող լազերային սկավառակում առկա տեղեկությունները ծնելու մասին արձանագրությունն է։ Չթվա էլ նույն փաստերին են վերաբերվում, իրականությունը այն է, որ սույն արձանագրությունը ծնվել են այլ տեղեկություններ պարունակող լազերային սկավառակներ, դարձյալ վերաբերելի բանկային գաղտնիքին։ Նշեմ, որ այս ապացույցը տեղակայված է քրեական գործի 5-րդ հատորում, բարութային թերթ 100-ից 112 եւ այն բարձրաբանումներն ու պնդումները, որ փոքր ինչ առաջ ես բարձրաձայնեցի նախորդիվ նշված արձանագրությանը, վերաբերել են նաեւ սույն ապացույցին եւ իմ գնահատմամբ կարեւոր նշանակություն ունեն, էական նշանակություն ունեն գործով վերդիկտ կայացնելու համար։ Հաջորդ ապացույցը ըստ ցուցակի 62-րդ կետ Այն Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնից արգրավված խնդրով առարկա անշարժ գույքերի վերաբերելի կադաստրային նշված են դրանց համարները, գործերը, այդ գործերի համարները նշված են 2022 թվականի մարտի 14-ին, 18-ին, 27-ին, 31-ին, ապրիլի 1-ին, 4-ին, 6-ին, 8-ին, 14-ին, 21-ին, մայիսի 6-ին, 19-ին, 20-ին, 27-ին, հունիսի 9-ին և 13-ին, 2004 թվականի հունիսի 4-ին և 5-ին զննելու մասին արձանագրությունները։ Հաջորդիվ արձանագրություններով ես արդեն ներկայացրեցի, որ այս գործերի արգելավումը իրոք նշանակություն ունեն պարզելու խնդրահարաշտկա հողերի ճակատագիրը պարզելու համար, իսկ այդ ճակատագիրը պարզելու համար ակնհայտ է, որ դրանք պետք է ենթարկվեին զննության։ Եվ այս ապացույցը դրան է վերաբերվում եւ մեր գնահատմամբ, իմ գնահատմամբ զննության արդյունքում ձեռք են բերվել այնպիսի փաստական տվյալներ, երևի թե չդժվարանամ կրկնվեմ, տվյալներ, թե ում է սեփականության իրավունքով այդ հողերը պատկանել, ում են փոխանցվել օտարման վիճակով, դրանից հետո ինչ գործարքներ են իրականացվել այդ հողերի հետ, եւ այս հանգամանքները հստակ գտնում են, որ էական նշանակություն ունեն զույգ քրեական գործով վերդիկտ կայացնելու համար։ Ուրեմն նշված են նաև այն բարութային թերթերը, որտեղ տեղակայված են սույն ապացույցները, զննության արձանագրությունները, հատոր 1 բարութային թերթ 222-240-ին եւ համոզված եմ կողմերը նույնպես հետևում են, կարծում եմ բոլոր բարութային թերթերը մեկ առ մեկ հրապարակելու արժեքի չկա։ Շնորհակալություն։ Հաջորդ ապացույցը ըստ ցուցակի 63-րդ Հայաստանի Հանրապետության արտադրության նախարարության Կենտրոն նոտարական տարածքից արգելված խնդրու առարկա անշարժ գույքերի եւ դրանց վրա առկա շինությունների օտարման վերաբերյալ կնքված անշարժ գույքի առողջատի պայմանագրի վավերացման մասին նոտարական գործերի նշված են գործերի համարները 2022 թվականի դեկտեմբերի 26-ին եւ 29-ին 2023 թվականի հունիսի 4-ին եւ 5-ին զննելու մասին արձանագրությունները են։ Տրամաբանությունը դարձյալ նույնն է, բարոք իրականացնող մարմինը առկա անհրաժեշտությունից ելնելով արգելավել են այդ գործերը եւ իհարկե տեղեկություններ ձեռք բերում են իր հնարավոր է իրականացնել մեր զննության միջոցով, որն էլ իրականացվել է եւ ըստ իմ գնահատմամբ ձեռք են բերվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք առաջի հերթին հիմնավորում են ներսագրված առելույթ հանցանքների կատարումը եւ դրանով հանդերձ նաեւ էական նշանակություն ունեն սույն քրեական գործով վերդիկտ կայացնելու համար։ Հաջորդը 64-րդ կետ ըստ ցուցակի Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարից 2022 թվականի հունվարի 10-ին ստացված 0501-2022 թվականի ամսաթվով թիվ ՏՆ կոտորակ 510
գծիկ գրքը, գծիկ 80, գծիկ 2022 գրությունն է, կից փաստաթղթերը եւ էլեկտրոնային կրիչի վրա ձեռնարկված տեղեկատվության 2024 թվականի ապրիլի 4-ին քննելու մասին արձանագրությունն է։ Այն տեղակայված է քերական գործի 15-րդ հատորում վարույթային թեր 1-41։ Վարույթ իրականացնող մարմինը տեղեկություններ է խնդրել Պաշտպանության նախարարությունից եւ խնդրված առարկաների վերաբերյալ հարցերի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը տվել է որոշակի տեղեկություններ։ Այդ տեղեկությունները վերաբերվել են խնդրող առարկան մի շարք գույքերի վերաբերյալ գործակներ կատարված լինելու եւ դրանցով առնչվող մի շարք փաստական տվյալներ, որոնք նույնպես մեր գնահատմամբ էական են վերդիկ կայացնելու համար։ Հաջորդի ցուցակով 65 Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարից 2022 թվականի հոկտեմբերի 3-ին ստացված 30.09.2022 թվականի ամսաթվով թիվ ՊՆ կոտորակ 510 գծիկ գրքը կոտորակ 493 գրության երկից փաստաթղթերին 2023 թվականի հունիսի 9-ին զեննելու մասին կազմված արձանագրությունն է։ Ես արդեն նշեցի, որ վարույթ իրականացնող մարմինը Պաշտպանության նախարարությունից տեղեկություններ են խնդրվել, դրանք տրամադրվել են եւ բոլորից հասկանալի է, որ դրանցում ներառված փաստերը արձանագրելու եւ ֆիքսելու համար դրանք պետք է ենթարկվեին զեննության։ Ոգենին ճարել ես արդեն նշեցի, որ զեննության արդյունքում ձեռք են բերվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք ներառված են այս արձանագրությունում եւ մեր գնահատմամբ էական են վերդիկ կայացնելու համար։ Հաջորդի 66 ըստ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարից 2023 թվականի սեպտեմբերի 11-ին ստացված 11.09.2023 թվականի ամսաթվով թիվ ՊՆ կոտորակ 510 գծիկ գրքը կոտորակ 5623 գրությանը կից էլեկտրոնային կրիչ հանդիսացող սկավառակում արկա տեղեկատվության 2023 թվականի հոկտեմբերի 6-ին զննելու մասին կազմված արձանագրություն է։ Այս ապացույցը նույն աբովանդակ է եւ նույն տրամաբանության մեջ է ինչ նախորդը, որը ես նշեցի, եւ դարձյալ կրկնվելու անհրաժեշտություն չեմ տեսնում, այն էական է դրանում արկա, դրանով զննության արձանագրությունով հայտնաբերված կամ արձանագրված փաստերը էական են վերդիկ կայացնելու համար։ Հաջորդի Հայաստանի Հանրապետության 67 հարգելի պաշտպաններ։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ստացված գրությունը երկից փաստաթղթերը 2023 թվականի հունիսի 7-ին զննելու մասին կազմված արձանագրությունն է։ Այն տեղակայված է քրեական գործի 13-րդ հատորում, վարույթային թեր 24-ից 26։ Չձանձրացնեմ չօգնեցնեմ կողմերին, տրամաբանությունը այս ապացույցին նույնական է ինչ նախորդները եւ նույնպես էական են վերդիկ կայացնելու համար։ Հաջորդի Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից 2024 թվականի հունիսի 18-ին ստացված գրությունը եւ կից Արմեն Սարգսյանի ծառայության ընթացքում արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը 2024 թվականի հունիսի 10-ին զննելու մասին կազմված արձանագրությունն է։ Կարծում եմ իմ կողմից հրապարակված մտքի բովանդակությունից արդեն իսկ պարզ էր, որ վարույթ իրականացնող մարմինը անհրաժեշտություն է գտնել պարզելու Արմեն Սարգսյանը մեկ այլ քրեական գործով մեղադրյալ, որը նույնպես առողջություն է ունեցել սույն հողամասերի օտարման գործընթացի է, երբ է գտնվել արձակուրդում եւ առհասարակ երբ է գտնվել արձակուրդում, որովհետեւ այս հանգամանք էական է եղել այնքանով, որ եթե անձը գտնված լիներ արձակուրդում եւ գործակներ կատարվեին այդ ժամանակահատվածում, հասկանալ է, որ Արմեն Սարգսյանը որևէ առնչություն չէր կարող ունենալ այդ հողամասերի օտարման գործընթացների հետ։ Այս ապացույցը տեղակայված է քրեական գործի 16-րդ հատորում, վարույթային թեր 203-ից 204։ Հաջորդի 69 ըստ ցուցակի։ Ներողություն։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության թիվ 3 տարածքային ստորաբաժանումից 2024 թվականի հունիսի 18-ին ստացված Արմեն Սարգսյանի անձնական գործում առկա փաստաթղթերի 2024 թվականի հունիսի 19-ին զննելու մասին կազմված արձանագրությունն է։ Ես արդեն նշեցի, թե ով է հանդիսանում Արմեն Սարգսյանը,
Եվ այո գտել ենք, որ նրանձնական գործի զննությունը, արկա փաստերի զննությունը էական է, եւ դրանով ձեռք բերված արդյունքները էական են իրական գործի համար, որովհետեւ բոլորիս բարձր հանրայություններ տեղեկություններ ստանալ, թե առհասարակ ինչ գործունեություն է զբաղվել պաշտպանության նախարարությունում Արմեն Սարգսյանը եւ առհասարակ ինչ պաշտոններ է զբաղեցրել։ Չեմ ինչում նշեցի, սույն արձանագրությունը տեղակայված է քրեական գործի 16-րդ հատորում, բարութային թերթ 205-ից 216։ Հաջորդ թիվ, ըստ ցուցակի 70, գործով վկա Կորյուն Եղազարյանի կողմից 31.08.2022 թվականի ամսաթվով լրացուցիչ հարցաքննության ժամանակ ներկայացված նոտարական ակտ հանդիսացող 3 հայտարարությունների 17.03.2023 թվականին իր լրացուցիչ հարցաքննության ժամանակ ներկայացված 15.06.2021 թվականի ամսաթվով հայտարարության, ինչպես նաև մեկ այլ վարույթով մեղադրյալ Վաչական Ղազարյանի վկայի դատավարական կարգավիճակով 10.03.2023 թվականին լրացուցիչ հարցաքննության ժամանակ ներկայացված լիազորագրի 2024 թվականի ապրիլի 29-ին զննելու մասին կազմված արձանագրությունը։ Կարծում եմ հրապարակած տեղեկության տրամաբանությունից հասկանալի էր, որ անձինք Արձակնության ընթացքում տեղեկություններ են ներկայացել գրավոր տեսքով իրենց գնահատման կամ իրենց փաստման, իրենց կողմից նշված հանգամանքները հիմնավորող փաստեր ներկայացնելով։ Եվ այդ արձանագրությունները իհարկե կցվել են հակնած արձակնության արձանագրություններին, իսկ դրանցում զետեղված տեղեկությունները, այսպես ասած, իրավաբանական տեքստ տալու եւ որպես ապացույց դարձնելու համար իհարկե անհրաժեշտ էին դրանք զննել, որն էլ իրականացվել է եւ զննության արդյունքում ձեռք են բերել որոշակի փաստական տվյալներ, որոնք մեր գնահատմամբ էական նշանակություն ունեն վերդիկտ կայացնելու համար։ Սույն արձանագրությունը տեղակայված է քրեական գործի 15-րդ հատորում, բարութային թերթ 179-ից 186։ Հաջորդ թիվ, ցուցակով 71-րդ թիվը։ 2025 թվականի փետրվարի 11-ին Հայաստանի Հանրապետության Արտարադատության նախարարության, Հայաստանի ազգային արխիվ, ՈՒԱԿ-ից եւ 2025 թվականի փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեից գրություններով ստացված ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 147 գծիկ Ա եւ 2025 թվականի մարտի 31-ին թիվ 329 որոշումների, ինչպես նաև դրանց կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի 2005 թվականի փետրվարի 27-ին եւ մարտի 3-ին զննելու մասին կազմված արձանագրությունը։ Ես առիթ եմ ունեցել գույքային այս ներկայացնելու ընթացքում անդրադառնալ կառավարության այն որոշումներին, որոնցով հնարավորություն է ընձեռնվել այս հողամասերը օտարելու։ Իհարկե, այդ հնարավորությունը մեր գնահատմամբ այլ բովանդակություն է ունեցել, որ այդ համաձայն չէ իհարկե պաշտպանության կողմն է, այնուամենայնիվ այս որոշումները էական եւ այսպես ասած արմատական նշանակություն ունեին սույն քրեական գործով, որը փաստական հանգամանքները բացելու եւ համապատասխան իրավական գնահատական տալու համար, եւ այս հանգամանքով պայմանավորված է եղել, որ այդ որոշումները եւ դրանց կայացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը վարույթ իրականացնող մարմինը օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել, կցել իրական գործի նյութերին եւ զննել։ Երևի թե այսքանը։ Այս արձանագրությունը տեղակայված է քրեական գործի 19-րդ հատորում, բարութային թերթ 71-ից 78 եւ 97-ից 142։ Հաջորդ թիվ, ըստ ցուցակի 72։ 2025 թվականի մարտի 28-ին կայացված որոշմամբ, որպես արտավարութային փաստաթուղթ չճանաչված եւ վարույթի նյութերին կցված զնված վերենշված անշարժ նյութերի կադաստրային գործերը Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարից 2022 թվականի հունվարի 10-ին ստացված ուրեմն գրությունը, որի համար ես արդեն բարձրաձայնել եմ,
Իսկ փաստաթղթերի եւ տեղեկատվությունների մեջ պարունակող էլեկտրոնային կալիչը Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարից 2022 թվականի հոկտեմբերի 3-ին ստացված 30.09.2022 թվականի ամսաթվով ՏԻՊ կոտորակ 510 գծիկ գրքը կոտորակ 493 գրությունը եւ մյուս գրությունները, որոնք որ ես արդեն հրապարակել եմ վկաների կողմից ներկայացված ուրեմն փաստաթղթերը եւ դրանց պատճենները գտնում եմ, որ պետք է իհարկե, որոնք ճանաչվել են արտավարության փաստաթղթեր, ենթակա են սույն դատարանում հետազոտման եւ արդեն ինչպես հարադարձան նախորդիվ դրանցից յուրաքանչյուրը ներկայացնելու դեպքում մենք առ մենք նշեցի, թե այդ փաստաթղթերից յուրաքանչյուրով ինչ հանգամանք է ձեռք բերվել եւ այդ հանգամանքները էական նշանակություն ունեն վերդիկտ կայացնելու համար։ Նշածս ապացույցների տեղակայումը ուրեմն նույնպես նշված է հատոր առաջինում դրանք բազմաթիվ են, բոլորս այս մենք ունենք մեր տրամադրության տակ եւ կարծում եմ ամբողջությամբ հրապարակելու անհրաժեշտություն չկա, պատրաստվում էի ներկայացնել այն ամբողջությամբ ինչ ներառված է ցուցակում, որը տրամադրված է նաեւ կողմերի։ Հաջորդի պատվաժան դատարան եւ հարգելի կողմեր, տեսեք, ուրեմն մենք ունենք իրական գործով մեջ հնարված գործակալություններ եւ իհարկե ստացել են համապատասխան եզրակացությունները, որոնցով հստակեցվել են եւ բարձվել են խնդրո առարկա գույքերի շուկայական արժեքը, դրանց հետ կապված գործակները իրականացվելու ժամանակահատվածով։ Այդ եզրակացությունները ուրեմն ինչպես նշեցի մի քանիսն են, ցուցակով ներառված են 73-րդ, 74-րդ, 75-րդ 76, 77 եւ հաջորդիվ ընդհուպ մինչև ընդհուպ մինչև 89 ըստ ցուցակի։ Նշված է նաեւ այդ եզրակացությունների տեղակայումը, թե յուրաքանչյուրը որ հատորում եւ որ վարույթում են տեղակայված, ինչպես նշեցի, դրանք իրենց մեջ տեղեկություններ են պարունակում խնդրու առարկա հողերի գույքային արժեքները, շուկայական արժեքների վերաբերյալ եւ այս հանգամանքի բարձումը իհարկե էական նշանակություն է ունեցել քրեական գործի համար եւ էական նշանակություն ունեն վերդիկտ կայացնելու համար։ Պատվաժան դատարան, ըստ երևույթին ես գրավոր ապացույցների ցանկը ավարտեցի,